Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, այսօր Արեգ Սամսոնյանի գործով դատական նիստին ենք, երբ հրապարակվեց քննչական կոմիտեի կողմից հրամցված հաղորդագրությունը այն մասին, որ հարուցվել է քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով, այնտեղ երկար բարակ ինչ-որ բաներ էր գրած, դատական ակտը չկատարելու վերաբերյալ, ըստ էության քրեական հետապնդում է հարուցվում վեհապար Հայրապետի եւ Գերագույն հոգեվոր խորհրդի անդամների դեմ, չգիտեմ, որը որ կազմը մի հատ բացեք նայեք, ովքեր են Գերագույն հոգեվոր խորհրդի կազմում, այդ թվում պատրիարքներ, արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ, պատվարժան աշխարհիկ անձինք եւ շատերն են գրում, թե ինչ է սա նշանակում։ Ես ցանկացա կարճ իրավական արձաբանումներ, նկատառումներ հայտնել սրա հետ կապված, բնականաբար ոչ պաշտոնական, բայց շատ կարևոր։ Ինչ է սա նշանակում։ Նախ սկսենք նրանից, թե ինչու է ամեն ինչը ի հայտ եկավ։ Փաստերով, փաստ առաջին, գործադիր իշխանությունը միջամտեց եկեղեցու գործերին, խախտեց սահմանադրության ֆունդամենտալ սկզբունքներից, հիմնարար սկզբունքներից մեկը եկեղեցու եւ պետության անջատ լինելու սկզբունքը, սկսեց որոշել, թե ով է կարգալույց, ով կարգալույց չի, եւ դա նաեւ ունենում էր փաստական, չասեմ իրավական, փաստական հետևանքներ։ Հովանավանքի օրինակը բոլորիս աչքի առջև է, Արագածոտնի թեմի Թալինի օրինակը բոլորիս աչքի առջև է, մնացածները չեմ ասում։ Երկրորդ, միաժամանակ բիրտ ռեպրեսիաներ սկսեցին կիրառվել հունիս ամսից սկսած հոգևորականների նկատմամբ, բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ, այս պահին 4 նվիրապետ անազատության մեջ է, վարութային աճպարարություններ են անընդհատ կատարվում, օրինակ այսօրվա դեպքը, որ մեր 5 իրավապաշտպաններից Արսեն Բաբայանը ներկայացրեց, մի դատավորի մակագրվում է Արշակ Սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը, որը որ Մասիս Մելքոնյանը չէ, մեկ էլ պարզվում է, որ ծանրաբեռնվածության պատճառով դատավորը այս գործը վերամակագրման է հանձնել եւ մենք չգիտենք դեռ թե ով է լինելու դատավորը։ Այն որ ժամը 3-ին նշել էի, ժամը 3-ին վաղը նիստը չի կայանալու, որտեղ այս պահին չգիտենք ով է դատավորը։ Այսինքն բաներ, որ սովորաբար չի արվում։ Այսպես բան ես չեմ տեսել։ Վերամակագրումը ո՞րն է, ինչ ծանրաբեռնվածության մասին է խոսքը։ Ծանրաբեռնվածությունը չգիտեմ։ Այս ամեն ինչը բերեց նրան, որ ինչպես ցանկացած դասական սահմանադրական կարգի տապալման դեպքում, այդպես էլ այս դեպքում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման սկզբունքը իջիկ դարձավ, շատ պատկերավոր ասած, իմ արտահայտությունը չի, բայց լավ արտահայտություն է, վարակվեց նաեւ այս նույն հակասահմանադրական վարակով դատական իշխանությունը, մինչ այդ նաեւ օրենսդիր իշխանություններ վարակվել, դեռ հուլիսի սկզբին մի խայտառակ հայտարարություն էր ընդունել, վարակվեց նաև դատական իշխանությունը, մասնավորապես այս բացարձակ հակասահմանադրական որոշումը կայացվեց, որ ոչ միայն բարույթ ընդունվեց Արման Սարոյանի, ներկայումս Արման Սարոյանի հայցը, այլև հայցի ապահովման միջոց կիրառվեց, որը որ ենթադրում է, որ նրա գործունեությունը որպես թեմի առաջնորդ պետք է շարունակվի։ Որևէ խոսք չկա վեհապար Հայրապետի մեկ այլ տնօրինության մասին, որը որ նշանակվել է
առաջնորդական տեղապահ եւ այլն։ Ամեն դեպքում այստեղ իրավական հարցեր կան, դրա մասին խոսվել է, ելի խոսվի, բայց փաստն այն է, որ այս փաստով կարող ենք արձանագրել, որ դատական իշխանությունը նույնպես այս հակասահմանադրական վարակով վարակվեց։ Որից հետո շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ, երբ նախապես հայտարարված եպիսկոպոսած ժողովը, որ Էջմիածնում պետք է իրականացվեր, ուղիղ խոչընդոտվեց իշխանությունների կողմից, վեհապար հայրապետը որոշում կայացրեց, որ այն պետք է իրականացվի, եպիսկոպոսած ժողովը պետք է իրականացվի արտասահմանում, որպեսզի անկաշկանդ ձևով հնարավոր լինի հարցերը քննարկել եւ չմտածել։ Սրան բռնեցին, նրա ելքը արգելեցին, նրա մուտքը արգելեցին։ Եվ հետաքրքիր, այսպես ճակերտավոր զուգադիպությամբ մեկ էլ այսօր հայտնվում է այս քրեական վարույթը։ Մինչ այդ իրադավ եպիսկոպոսները հայտարարում են, որ սա չպետք է այդ իրաքը թույլ տալ, որ իրականացվի դրսում եւ այլն։ Եվ բերում են անհեթեթ պատճառաբանություններ։ Ավելի քան համոզիչ է Մայրաթորի այսպես հաղորդագրությունը այն մասին, որ պարզապես այլ տարբերակ չունեն, որտեղ Հայաստանում անխոչնդոտ ընթացքը երաշխավորված չէ։ Տեղի է ունենում կարգալուծություն Գերագույն հոգևոր խորհրդի, այսպես ասած, առաջարկության հիման վրա, վեհապար հայրապետի տնօրինությամբ, եւ դա հարկադիր կատարումը դիտվում է որպես դատական ակտի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պայմանների չկատարում եւ դիմում է քննչական կոմիտեին, քննչական կոմիտեն էլ ապալ-թափալ քրեական վարույթ է նախաձեռնում։ Ինչ է իրենից ներկայացնում այս քրեական վարույթը։ Նախ ոչ մեծ ծանրության արարքի մասին է խոսքը, որ հոդվածը 507 բացեք, կտեսնենք, որ մինչև 2 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսված, բայց մեկ այլ հոդված քրեական օրենսգրքի նախատեսում է առաջի անգամ կատարած լինելու դեպքում ազատազրկում պատժատեսակ չի կարող կիրառվել, այլ ընտրանքային պատժատեսակներ կարող են կիրառվել։ Այսինքն հատուկ ուղերձ է սա, որ սրա նպատակը բացառապես մեղա վեհապար հայրապետի եւ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ, իսկ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին որպես դրդիչ են այստեղ ներկայացնում։ Այդ մարդկանց նկատմամբ բացակայելու արկել խափանան միջոց կիրառելու համար, որ չկարողանան Հայաստանից դուրս գան։ Այսինքն բռնապետական ռեժիմի հերթական գործիքը, որով խոչընդոտեն, նպատակը դա է խոչընդոտեն հայ առաքելական եկեղեցու բնականon գործունեությունը, մասնավորապես կարևորագույն մարմնի եպիսկոպոսատ ժողովի գումարումը, որը պետք է տեղի ունենա Ավստրիայում, փետրվարի 16-ից 19։ Սա է նպատակը եւ մենք այս գործողությանը, այս խայտարակ գործողությանը կարող ենք սպասել եւ նաեւ կարող ենք սպասել օրինակ խոզարկությունների այս քրեական վարույթով։ Նորից ասեմ, շատ ուղիղ բաց տեքստով գրել են, ինչին է այս ամեն ինչը վերաբերում։ Հիմա թե օրեր առաջ իրավաբան գիտնականների, որին ես էլ մասնակցեցի մեկնաբանությամբ, թե ցանկացած ողջամիտ մեկնաբանությամբ, ուղղակի սա իրավական աբսուրդից էլ աբսուրդ իրավիճակ է, բայց ամեն դեպքում մենք ունենք տեսություն, որը ասում է մի բան, ցանկացած որոշում, ցանկացած նորմատիվ իրավական ակտ, ցանկացած իրավական հետևանքներ առաջացնող իրավական երևույթ էս լայն հասկացությունը պետք է մեկնաբանվի սահմանադրության լույսի ներքո։ Սահմանադրությունը հենց դրա համար է։ Եվ ցանկացած որոշում պետք է այս տրամաբանությունը ունենա։ Հիմա, քանի որ սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա ուղիղ ամրագրված է պետության եւ եկեղեցու անջատ լինելու սկզբունքը, իսկ այն որ կրոնական կազմակերպությունների գործերին պետությունը միջամտել չի կարող, այս ուղիղ է ամրագրված, դա մի բան է նշանակում։ Պարզ բան է նշանակում, որ ցանկացած որոշում, ցանկացած ակտ, այդ թվում նաև այս խայտարակ ակտը, որ կայացրել է դատարանը որպես հայցի ապահովման միջոց, այդ ամենը պետք է դիտարկել սահմանադրության լույսի ներքո։ Դրանց պետք է սահմանադրական բովանդակություն տրվի։
եւ չի կարող որևէ կերպ խոչընդոտ հանդիսանալ, չի կարող որևէ կերպ արգելք հանդիսանալ կրոնական կազմակերպության հազարամյակների, այսինքն 1000, չգիտեմ, 700 տարվա ավանդույթի դրա հիման վրա ձևավորված կանոնական իրավունքի դրա հիման վրա ձևավորված կանոնադրության, որը որ նաեւ կայացվում է խայտարակ հաղորդագրության մեջ գործադրմամբ հայ առաքելական եկեղեցու բնականon գործունեության համար։ Իսկ այդ բնականon գործունեության կարևորագույն սկզբունքը նաև այն է, որ համապատասխան կարգով Վեհապար Հայրապետը ինչպես կարող է կարգ շնորհել ձեռնադրության եղանակով, այնպես էլ ընթացակարգերով, որոնք այստեղ պահպանված են, կարգալույծ անել։ Չի կարող կարգալույծությունը որևէ կերպ իրավական վիճակման ենթարկվել։ Որևէ կերպ չի կարող։ Եվ իդեպ այս պայդրությամբ դա չի էլ որևէ կերպ վիճարկվում, ընդհանրապես դրա փաստի ուժով դահակն գտել է, որ արկա է դատական ակտը չկատարելու հանգամանք։ Իհարկե մենք հասկանում ենք, որ դահական ինքնուրույն որոշումներ է կայացնում, քննչական կոմիտեն ինքնուրույն որոշումներ է կայացնում։ Հասկանում ենք, որ այս բոլոր կառույցները ուղիղ ենթակա են քաղաքական իշխանությանը, գործադիր իշխանությանը մասնավորապես, եւ ինչպես դատական իշխանությունն է վարակվում հակասահմանադրականությամբ, այս հանգամանքով նույնը կարելի է ասել մյուս կառույցների մասին։ Նույնը կարելի է ասել շատ ուղիղ ձևով, նույնը կարելի է ասել մյուս կառույցների մասին։ Սա ուղիղ միջամտություն է եկեղեցու գործերի։ Ուղիղ։ Չեմ ասում հանցագործությունը, դա ակնհայտ է, որ հանցագործություն է։ Ուղղակի այս պահին մեր քաղաքացիները պետք է հասկանան այդ հանգամանքը։ Եվ թե ինչ գործիքակազմ կարող է լինել սրա դեմ պայքարելու, ես այսպես մի քիչ կդժվարանամ ասել եւ ոչ թե չկա դրա համար կդժվարանամ ասել, դա նաեւ մտածելու տեղիք տվող բան է, ուղղակի պետք է մի բան ակաժներից օղ անենք, էլի, որ այս իշխանությունները այս հարցը չեն դիտում իրավական դիրույթում։ Հետևաբար այո, իրավական գործիքակազմ պետք է կիրառվի եւ կիրառվում է եւ օգտագործվում է եւ դրա մասին խոսվում է, հայտարարվում է, բայց ի վերջո սա հանրային կարևորության խնդիր է։ Պատկերացրեք, հող են նախապատրաստել ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ մեղադրանք առաջադրելու համար։ Այսինքն սա փաստացի մեղադրանք է, էլի։ Փաստացի մեղադրանք է։ Այդպիսի հասկացություն կա քրեական իրավունքում։ Ընդհանրապես պետք է դա ձևակերպել, որտեղ իրենք այս տեքստի մեջ ամեն ինչ գրել են։ Այսինքն իրենց ընկալմամբ ինչ որ մեկը կարող է իրեն թույլ տալ ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունը, որը բացառապես հոգևոր հարցերին է վերաբերում, ընդ որում կարգալուծությունը հաջորդել է այս բոլոր գործընթացներին եւ չի կարող կարգազանց վարքագիծը չունենալ ինչ որ հոգևոր իրավական, եկեղեցական իրավական, կանոնական իրավական հետևանք։ Դա նշանակում է կազմալուծել կրոնական կազմակերպության գործունեությունը։ Սա ուղիղ այդ գործունեության դրսևորումն է։ Ուղիղ։ Եվ եթե մի քիչ ավելի խորն ենք գնում, ապա բոլորս էլ հիշում ենք ինչից է ամեն ինչը սկսվեց ի սկզբանե մայիսի վերջին։ Ուղիղ, սա Փաշազադեի պլան կարող ենք ասել։ Փաշազադե Փաշինյան պլան։ Երբ Փաշազադեն հարձակումներ սկսեց գործել մեր եկեղեցու նկատմամբ եւ ըստ էության դեֆակտո հանձնարարություններ տվեց եւ այդ հանձնարարությունները սկսեցին իրականացվել։ Ամփոփելով առաջին բոլոր որոշումները, սա որպես իրավաբան եմ ասում, բոլոր իրավական ակտերը պետք է մեկնաբանել սահմանադրության լույսի ներքո։ Չի կարող որևէ իրավական ակտ մեկնաբանվել հակասահմանադրական ճանապարհով։ Չի կարող այդ թվում նաև հայցի ապահովման միջոցը ինչա, որ է իվտի խայտարակությունը, բայց միևնույնն է, չի կարող այնպիսի մեկնաբանություն ստանալ, համաձայն որի խաթարվի պետության եւ եկեղեցու անջատ լինելու սկզբունքը, որի դրսևորում է Վեհապար Հայրապետի եւ եկեղեցու կանոններով ու կարգերով սահմանված մյուս մարմինների իրավասությունը։ Հատկապես այն հարցերում, որոնք որ բացառապես հոգևոր նշանակություն ունեն, շնորհին են վերաբերում։ Շնորհին են վերաբերում։ Եվ կարգալուծությունը դրա դրսևորումն է, ինչպես կարգ տալը, այնպես էլ կարգալուծությունը։ Երկրորդ,
այս հոդվածով քրեական վարույթ նախաձեռնելու նպատակը կարելի ասել անթաքույց նպատակ ամենայն հայոց հայրապետին եւ Գերագույն հոգեվոր խորհրդի անդամներին զրկելն է Հայաստանից դուրս գալու հնարավորությունից։ Կարող է դա վաղ անեն, կարող է դա մյուս շաբաթ անեն, բայց վստահաբար մինչև փետրվարի 16-ը պլան ունեն, ծրագիր ունեն, որ իրականացնեն, որպեսզի տեղի չունենա այդ կարևորագույն եպիսկոպոսատ ժողովը, որտեղ որ քննարկվելու են բոլոր արկա հարցերը։ Երրորդ այս հոդվածը ոչ մեծ ծանրության արարք է եւ ըստ այդմ ասում եմ, որ այդ խափանման միջոցը կարող է կիրառվել։ Երրորդ խուզարկություններ։ Չզարմանանք, որ մայրաթոր գնան էլի այս բանով, այս խայտարակ պատկերին ականատես լինենք, խուզարկությունների։ Չզարմանանք դրանից։ Եվ ամենակարևորը այս հանգամանքը շատ էմոցիոնալ հանգամանք է եւ ես իմ դժվարությամբ եմ պահում, բայց նաեւ մենք բոլորս պետք է մեր մեջ ինչ-որ հարցերի պատասխանենք։ Մենք պատրաստ ենք, շարունակում ենք պաշտպանել մեր եկեղեցուն։ Եվ բնականաբար ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր որ դեկտեմբերի 18-ին են եղել Մայրաթոռում, ակտիվ են, թե Սփյուռքում, թե Հայաստանում, այսպես բաները շատ սպասելի են։ Բայց մենք պետք է վերահաստատենք մեր քաջությունը եւ հավատարմությունը մեր Մայրաթոռին։ Սա ուղղակի պետության եւ իրավունքի կապը խզող հերթական փաստն է։ Գնալով պետությունը եւ իրավունքը սենց հեռանում են իրարից եւ արդեն տենց չեն էլ երևում։ Իրավունքի դիրքերից պետությունը չի երևում, պետության դիրքերից էլ իրավունքը չի երևում, որտեղ բացառապես ռեպրեսիոն մարմնի է վերածվել։ Այսքանը, շնորհակալություն։